Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք։ Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության եւ վատման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերենշված առերևույթ հանցանքների կատարման օժանդակելու եւ փողերի լվացման մեջ։ Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական ու համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը։ Պաշտոնատար անձանց կողմից իրենց իշխանական եւ ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ դրա հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, նաեւ տնտեսվարող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ տնտեսվարող երկու կազմակերպություններ 2021-23 թվականներին խուսափել են հարկային պարտականությունները պատշաճ կատարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Չկատարված հարկային պարտավորությունների մասով վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով 1 միլիարդ 19 միլիոն 600 հազար դրամ վնասը, ինչպես նաև արձանագրված խախտումների վերաբերյալ շահութահարկի գծով կատարվել է վնասի նվազեցում 4 միլիարդ 524 միլիոն 736 հազար դրամի չափով։ Հունիսի 4-ին Տարոնի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Վարդանանց փողոցի 80 հասցեի մոտ վիճաբանություն եւ դանակահարություն է տեղի ունեցել, որի ժամանակ ոստիկանը հետապնդել է դանակահարողին, սակայն վերջինը կարողացել է խույս տալ հետապնդումից։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են Opel Magnishi ավտոմեքենա, որը ժամանակ անց բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Վարդանանց եւ Գարեգին Նժդեի փողոցների խաչմերուկից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 16-ից 15-ի սահմաններում նշված փողոցի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Աթն, ով ավելի շատ հայտնի է Սաշամակ անվամբ, եւ 32-ամյա Անն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Աթն մեջքով գետնին ընկած վիճակում դանակով հարվածներ է հասցրել իր վրա ընկած եւ իրեն նույնպես հարվածներ հասցնող Աննային։ Պարզվել է նաեւ, որ վիճաբանությանը մասնակցություն է ունեցել նաեւ Վանաձորում հայտնի Ճուտոմակ անվամբ 17-ամյա Ռգն, որը վիճաբանության մի քանի մասնակիցների հետ դեպքի վայրից դիմել է փախուստի։ Մայիսի 24-ին ոստիկանության կենտրոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է պատահական թիթեղի վրա նստելու հետևանքով։ Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա տղա է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 4:30-ից մինչև 5-ը Ամիրյան 15 հասցեի բակում անձնական հարցերի շուրջ ցակած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 21-ամյա Կլն դանակով հարվածել է հիվանդանոց տեղափոխված ՆԳ-ի հետույքի ձախ հատվածին, պատճառելով մարմնական վնասվածք։ Զվարթնոցի ծառայողները հունիսի 4-ի գիշերը Երևան-Ստամբուլ չվերթիվը հաշվառումից հետո ձերբակալելու բաժին են տարել օտարերկրացի 35-ամյա տղամարդու, նա 2024 թվականից հետախուզվում էր Իրաքի իրավապահ մարմինների կողմից խափանման միջոցը կալանք։ Հունիսի 5-ին Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Վոլոդյան իր վարած Mercedes Magnishi ավտոմեքենայով Երևան աշտարակ ավտոճանապարհին վրայերթի է ենթարկել հետիոտն Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Մարինեին, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Վրայերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է, վարորդը եղել է սթափ։ Հունիսի 4-ին ոստիկանությունը հազանգած քաղաքացին հայտնել է, որ իր 35-ամյա ընկերոջը պատկանող Mercedes Magnishi ավտոմեքենան գողացել են, ապա վթարի են ենթարկվել բախվելով մի քանի ավտոմեքենաների։ Պարզվել է, որ հունիսի 3-ից ժամը 18:30-ից մինչև հունիսի 4-ը ժամը 9 անհայտ անձը օգտվելով ավտոմեքենայի դուռը բաց լինելու եւ բանալին ավտոմեքենայի սրահում լինելու հանգամանքից Երևանի Խաղաղտոնի 5 կոտորակուտ հասցեի հարևանությամբ կայանված Mercedes Magnishi ավտոմեքենան փախցրել է, որից հետո բախվել նույն հասցեում կայանված Honda Magnishi ավտոմեքենային, վերջին էլ բախվել է մեկ այլ Mercedes-ի, որն էլ տեղաշարժվելով հարվածել է կայանված Volkswagen Magnishi ավտոմեքենային, որից հետո Mercedes-ը փախցրած վարորդը այդ ավտոմեքենան վարել է նույն փողոցի 2 կոտորակ 1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ բախվել է կայանված BMW Magnishi ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է Hyundai Magnishi ավտոմեքենային, իսկ առևանգված Mercedes-ը գլխիվայր շրջվել է։ Հունիսի 5-ին Երևանի Հալաբյան Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շուշանյանի վարած Ford Magnishi եւ Երևանի բնակիչ 22-ամյա Սմբատի վարած Lexus Magnishi ավտոմեքենաները, վարորդները եղել են սթափ, տուժածներ չկան։ Հունիսի 5-ին Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Արթուրը իր վարած Shackman Magnishi բետոնախառնիչով ջրվեժի ամառանոցների տարածքում բախվել է գազատար խողովակին, վթարի հետևանքով տուժածներ չկան, բախման հետևանքով կոտրվել են գազի մի քանի հաշվիչներ։
Հունիսի 5-ին 911 ծառայությունը հազանգստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող աղբյուր հացատանը հրդեհ է բռնկվել, կրակի տարածման դեմ պայքարել են հացատան աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, ուժասներ չկան։ Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը։ Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է եւ էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը։ Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ։ Համատեղ խմբերը հունիսի 4-ին ժամը 20:25 Կոտայքի մարզի Կամարիս գյուղում հայտնաբերեցին սպանության փորձի հատկանիշներով հետախուզվող երկու երիտասարդի 22 եւ 21 տարեկան։ Նրանցից ավագը հետախուզվում էր նաեւ ապօյնի կերպով հրազեն կրելու մեղադրանքով։ Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։